Բարի լույս, բարի կիրակի սիրելի հեռուստադիտող, մենք կրկին ձեր էկրաններին ենք, որպեսզի առաջիկա ժամերը մեր բովանդակ ու ջերմ զրույցներով գունավորենք ձեր հանգստյան առավոտը։ Պոեզիայի սիրահարներին առաջարկում եմ չհեռանալ էկրաններից, որովհետև քիչ անց մեր հյուրի հետ քննարկելու ենք ապրիլի 10-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կայանալիք «Տեսիլներ քեզ համար» խորագրով գրական երաժշտական երեկոյի մանրամասները։ Իսկ մեր տաղավարում է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ դերասան Արթուր Կարապետյանը։ Բարի լույս, պարոն Կարապետյան։ Բարի լույս։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք, ինչպես եք սկսել ձեր օրը նախ, եկեք հասկանանք։ Արագ շտապում եմ, որ գայի ձեզ մոտ։ Եվ նաև շտապում եք, որովհետև ապրիլի 10-ին, ինչպես ասում են, բան չմնաց, եւ ինչպես եք պատրաստվում երեկոյին, մի փոքր այս մասին քննարկենք եւ ապա արդեն կասեի ամեն օր։ Փորձեր։ Դե ինչպես բոլոր ներկայացումներին փորձեր եւ անդադար միտքդ աշխատում է եւ վերջին վարքյանին ինչ որ բան շտկելու, փոխելու, հղկելու վրա։ Ներկայանալու եք դաշնակահար Կարեն Անանյանի եւ թավջութակահար Արփենիկ Հակոբյանի հետ մեղեդային համակցմամբ, այսպես ասած, իրենց հետ առանձին ունեցել եք երաժշտական երեկոներ եւ այս անգամ որոշել եք երեքով միասին հանդես գալ, ինչպես ստացվեց։ Երկու հրաշալի երաժիշտներ, որոնց կատարում ուղեկցում է իմ ընթերցանությանը, փորձեցինք այս անգամ համատեղել մեկ տեղում, մեկ երեկոյի մեջ եւ Արփենիկը իր թավջութակով Կարենը դաշնամուրով գաղափարը իհարկե կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրինությանն էր, որ մեզ երեքս հրավիրեց, համախմբեց միասին ելույթ ունենալու համար եւ տվեց այդ հնարավորությունը, որ կարողանանք ապրիլի 10-ին ներկայանալ հանդիսատեսին մեր տեսիլներ քեզ համար ծրագրով, որը բաղկացած է հիմնականում 4 հայ պոետի ստեղծագործություններից՝ Ջուլիետ Գրիգորյան, Սլավիկ Չիլոյան, Վահան Տերյան, Եղիշե Չարենց եւ էլի մի քանի փոքրիկ անակնկալներ, որոնց մասին ոչ չի ուզենա խոսել, դա երեկոյի ժամանակ եթե ցանկացողներ կլինեն գալու մասնակցելու մեր երեկոյին, ժամանակ կբացենք։ Հեղինակներին ինչպես եք ընտրում, ամեն անգամ տարբեր հեղինակներ, ես նկատել եմ Ջուլիետ Գրիգորյանը, բազմիցս էլի եղել է ձեր ցանկում տարբեր։ Հեղինակներին ընտրում եմ սրտով։ Ամենակարևորը, որտեղ պոեզիան այնպեսի բան է, որ եթե սրտով չի անցնում, միջով չի անցնում, չես կարող ներկայացնել, պիտի քո միջով անցնի, պիտի քո մտքերին, քո հոգուն հարազատ լինի, համահունչ լինի, այլապես ինքը ստացվում է տողերի ընթերցանություն, իսկ ինձ համար պոեզիան դա տողը չի, այլ տողատակը այնինչ թաքնված է տողի տակ, իսկ Ջուլիետ Գրիգորյանի կոնկրետ հիշատակեցիք, նրա տողատակը շատ խորն է, շատ խորն է, որովհետև յուրաքանչյուր տող ապրված է, անցել է միջով, կենսագրություն ունի, դա ինձ համար շատ արժեքավոր է, դե Վահան Տերյանի Չարենցի մասին չասեմ, իսկ Սլավիկ Չիլոյանը ինձ համար իմ սրտի պոետներից մեկն է, շատերը երևի ծանոթ չեն լսել, անգամ անուն ազգանունը չեն լսել, բայց ես կարող եմ ասել, որ մեր հայ պոեզիայի ներկապնակի իր ուրույն տեղը ունեցող, իր գույնը ունեցող, իր ձևը ունեցող անկրկնելի պոետներից մեկն է։ Երաժշտության համադրումը պոեզիայի հետ ի՞նչն է փոխում, նախ եւ առաջ միջավայրը, ձեր մեջ ի՞նչն է փոխում։ Տեսեք, սովորաբար ինչ է երաժշտությունը ներկայացման մեջ, ինքը հրեղենձիու նման է։ Ռիթմ ու արագություն է տալիս։ Ամեն ինչ իհարկե լրացնում, ինքը գալիս է լրացնելու, երաժշտությունը գալիս է լրացնելու այն խոսքին, որ դու բեմից ներկայացնում ես։ Ես միշտ համատում իրեն հրեղենձիու վրա, եթե կարողացար
նստել եւ մնալ այդ ձիու վրա, միասին կբարձրանաք երկինք։ Եթե դիսոնանսի մեջ մտավ, ոչինչ չի ստացվի։ Կստացվի երկկողմանի աղմուկ, երաժշտություն եւ խոսք։ Ձեր երեկոներից մեկում հիշեցի, որ մի հոլովակ էի տեսել, այնտեղ էլ ասում եք, պատրաստվեք, որ հիմա թռչելու ենք։ Հենց այդ ռեղենզինը։ Երաժշտությունը սկսվեց, նստեցիր ձիուն ու միասին բարձրացանք վերև։ Նաև այդտեղ հետաքրքիր ինչն է, քանի որ փոքրիկ այդ հոլովակներում դիտել եմ մի քանի ստեղծագործությունների ներկայացումը ձեր կողմից, թե դուք եւ թե դաշնակահար Կարենի ուղեկցմամբ եմ դիտել, շատ այսպես միաձուլված էիք եւ թե խոսքը, թե երաժշտության այդ մեղեդայնությունը այսպես համապատասխանում էր միմյանց։ Եվ Կարենի եւ Արփենիկի հետ առանձին աշխատելու ժամանակ ամենակարևորը գիտեք ինչն է, երբ երկուս էլ նայում ենք նույն ուղղությամբ։ Երբ նայում ենք իրար աչքերի մեջ, ոչինչ չի ստացվելու։ Երբ նույն ուղղությամբ ես նայում, ստացվում է այդ թռիչքը։ Հասկանում եք, եւ բացի այդ ինչու թռիչք, որտեղ պոեզիան ինքը արդեն թռիչք։ Խտացված միտք, տողատակ եւ երբ որ կարդում ես, երբ որ բացվում է քո առաջ դա, ինքը բարձրացնում է, ես կտրում եմ, մի պահ հողից կտրում եմ, մի պահ անջատում է, այս կենցաղային տխուր վիճակից։ Եվ երևակայության այդ մեջ Իսկ ովքեր են ձեր հանդիսատես, հետաքրքիր է այնտեղ գերակշռող մարդիկ, երիտասարդներն են, թե իրեն գուցե ավելի քիչ են, քան ավագ։ Անկեղծ ասեմ, մտության մեջ չի երևում։ Ովքեր են, բայց վստահ եմ, որ կան եւ երիտասարդներ եւ ավելի մեծահասակներ, ու ես շատ ուրախ եմ, որ վերջին շրջանում պոեզիայի հանդեպ հետաքրքրությունը շատ է մեծացել։ Ձեզ ինչն է պատճառը։ Ասեն ինչն է պատճառը, որովհետև հնարավոր չի անդադար լսել ինչ-որ վատ խոսակցություններ, վատ լուրեր, ես դրանք անվանում եմ սև ագրավների հետ, կրկռանձայնի հետ։ Մարդը գեղեցիկի կարիք ունի, պահանջ ունի, ի սկզբանե իծն է, դրա պահանջը ունի։ Երբ որ անջատում եք բոլոր տեսակի լուրերը, վատ լուրերը, բոլոր տեսակի տհաճ խոսակցությունները, կենցաղային բանից դուրս է գալիս, մարդը ունի դրա պահանջը, մարդը ինքը գեղեցիկի պահանջ ունի, իսկ պոեզիան տալիս է դա, մարդու հոգուն։ Ես շատ ուրախ եմ, որ կան բազում նախագծեր այսօր մեր մայրաքաղաքային վեմահարթակներում պոեզիայի հետ կապված, շատ ուրախ եմ, որ չկա մրցակցություն, որովհետև արվեստը սպորտ չի։ Եվ հանդիսատեսը ինքը կարող է ընտրել, որ միջոցառմանը մասնակցի։ Քանի իհարկե տարբեր երաժշտական Ես շատ ուրախ եմ, որ ինչքան շատ այնքան լավ, որովհետև ինչքան շատ պոեզիա մտնի մեր կյանք, ինքան մեր կյանք ավելի գեղեցիկ կդառնա, ավելի մաքուր կլինի։ Եվ որքանով է այսօրվա նոր սերունդը հետաքրքրված պոեզիայով, ըստ ձեզ։ Գիտեք, ասում եք նոր սերունդը քիչ առաջ զրուցում էինք միասին, թե չեն հասկանում, ես համաձայն չեմ, շատ լավ են հասկանում, շատ լավ են ընկալում, երբ որ ճիշտ ես մատուցում։ Երբ որ ասում ես, բալիկ չեն, տողը չի պոեզիան, այն ինչ որ թաքնված է տողի տակ։ Երբ որ կարողանում ես բացել երիտասարդի աչքերը, երեխայի աչքերը, թեկուզ դպրոցական երեխայի հասկացնել, երբ որ ինքը կարող է ճիշտ քարտեզով, այսպես ասենք, շակերտների մեջ ուղղորդվել, առաջ գնալ, սիրում է պոեզիան, ընկալում է, վերցնում է։ Երբեմն շատերը ասում են, որ կամ ընկալում են պոեզիան իբրև պաթոս, ինչից է դա գալիս եւ ինչ պետք է անենք, որ այդ ընկալումը փոխվի։ Ուղղակի գրականության ուսուցչուհիների հետ պետք է լավ աշխատվի մինչև երեխաներին դասավանդելը։ Պետք է առանձին վարպետների մոտ, մասնագետների մոտ, թե ինչպես մատուցեն պոեզիան, որ երեխայի մեջ տպավորվի։ Ես չեմ սիրում անգիր։ Ասում են, անգիր կանես կգաս գնահատականը տքստանաս, պոեզիան այդ անգիրը չի։ Եվ ասմունքելը չի, այլ կարդալն է։ Այն տեսնելը, ինչ է գրել, այ պոետը նստել է, ինչ է զգացել, ինչ որ զգացել է, խտացրել է տողերի մեջ,
ինքը շատ բան, որ երբ ուզում ես բացել տողատակը, որոնք կարելի է ամբողջ գիր գրել մի փոքրիկ բանաստեղծության վրա։ Օրինակ այսպեսի Սլավիկ Չիլյանը շատ հետաքրքիր գործ ունի, ասում է, եթե աշխարհի բոլոր ծառերը միացնես իրար, ինչպիսի մեծ մի ծառ կլինի, եթե աշխարհի բոլոր կացինները միացնես իրար, ինչպիսի մեծ մի կացին կլինի, եթե այդ մեծ կացնով խփես, ծառը կտրվի ինքնից ջրի մեջ, ինչպիսի մեծ մի չլմփոց կլինի։ Դե բառը խաղա չէ, դա շատ խորն է։ Այո, խորը իմաստը։ Շատ խորն է, կյանքն է ծառը, կացինն է, ինչը կատարում է այսօր ամբողջ աշխարհում, այդ մահն է, որ սփռվում է, այդ չլմփոցը այսօր գալիս է մեր մոլորակից, այդ ընկել է բանի մեջ։ Եթե շատ ավելի խորանանք, շատ ավելի բացենք, տեսեք, կարելի է շատ ավելի երկար խոսել այդ բանաստեղծության։ Եկեք երկար խոսենք։ Ես ուզում եմ նաև հարցնել այն մասին, թե որքանով է ձեր կարծիքով այսօր համացանցը, սոցհարթակները օգնում, որպեսզի պոեզիան տարածվի, որովհետև շատ ենք տեսնում, օրինակ, ինչ-որ փոքրիկ հոլովակներ, նույն այդ երաժշտությամբ ուղեկցմամբ, երբ տարբեր մարդիկ, թեկուզ ուղղակի սովորական անհատներ ներկայացնում են պոեզիան իրենց կողմից, այսպես ասած։ Եվ հենց դրա արդյունքում է նաև, որ շատ այսպես տարածում է կարծես թե գտնում։ Շատ լավ է։ Ես շատ ուրախ եմ, որ մարդիկ դրա կարիքը ունեն, դրա պահանջը ունեն, ձայնագրում են իրենց թեկուզ, երաժշտություն են դնում տակը եւ համացանցում տարածում ավելի է պոեզիա տարածվի, քան ուրիշ բան։ Իմ ջրած մեր դարի չարիքն է, մեր ժամանակների չարիքն է այդ համացանցը, որտեղ քեզ անդադար մոլորեցնում են, անդադար ստիպում են, որ մտածես այնպես, ինչպես համացանցն է ուզում, մարդիկ դադարել են ինքնուրույն մտածելուց։ Եվ լավ է, որ կան այսպիսի լավ օրինակներ, որոնք լավ է համացանցում գոնե առայժմ գոնե կան լավ բաներ։ Հենց այսինքն դրա միջոցով կարծես թե տվյալ բանաստեղծությունը, ստեղծագործությունը գրքից գալիս դառնում է ֆիլմ փոքրիկ, եւ մենք տեսնում ենք արդեն այդ բանաստեղծությունը պատկերների նաեւ միջոցով։ Սկսած սիրողական մակարդակից, որ անում են, նաեւ պրոֆեսիոնալներն են անում եւ ես միայն ուրախ եմ դրա համար, որ կա այդ երևույթը, դեռ կա համացանցում։ Պարոն Կարապետյան, ինչ պետք է անել պոեզիա կարդալիս, որպեսզի հանդիսատեսի ուշադրությունը ամենակարևորը չշեղվի, կամ դիտողի, եթե դա համացանցի միջոցով է կատարվում։ Որպես փորձ ունեցող կարող եք կիսվել մեր հանդիսատեսի հետ։ Ինչ պետք է անել։ Այո, ինչպես պետք է փորձել այդ ուշադրությունը պահել։ Ուղղակի պետք է հետաքրքիր ես նրան, պիտի բռնես խոսակցի աչքերը, անգամ եթե չես տեսնում դրանք մթության մեջ, պիտի զգաս, պիտի ճիշտ խոսք ասես, պիտի խոսք ասես, որ պիտի զգա ինչն է նրա սրտով, ինչի կարիքը ինքը ունի, այբ որ բռնեցիր, խոսակցությունը կշարունակվի, բայց հենց բաց թողեցիր։ Այստեղ այն մարդիկ, ովքեր որ քննադատաբար են մոտենում այս պոեզիան, այսպես բարձր կարդալուն կամ թեկուզ այդ փոքրիկ ֆիլմերը համացանցով ստեղծելուն, ասում են, որ պոեզիան, այսպես ասած, ինտիմ մի բան է եւ պետք չէ իրեն բարձր կարդալ։ Դուք ինչ կարծիք եք։ Կարծիք չունեմ։ Կարծիք չի։ Չգիտեմ ինչ ասեմ, ես կուզեմ որ ամեն լավ բան երևա, ամեն լավ բան դուրս կա ասպարես, մարդիկ տեսնեն։ Պոեզիան չի գրվում, որպեսզի տպագրվի, հետո գրադարակների վրա շարված մնա։ Պոեզիան գրվում է մարդկանց համար, որ մատուցես մարդկանց։ Ու փառք Աստծո, այսօր մենք վարպետների պակաս չունենք, շատ լավ մատուցողներ ունենք պոեզիայի, եթե ուշադրի լինեք, նույն համացանցում կան գովազդները, կան երեկոները, կան միջոցառումները, տարբեր վերնագրերով, շատ կուզեմ, որ մարդիկ գնան, որ մի քիչ ավելի մաքրվեն, մի քիչ ավելի վերադառնան դեպի իրենց։ Մեզ այսօր համացանցը զոմբիացնում է։ Կտրում է մեզ ամեն ինչից, հոգևորից։ Իսկ պոեզիան վերադարձնում է։
Պոեզիան բուժիչ է։ Եվ այդ թրջելու թևերն է տալիս։ Միջելոց ինքը բան է, պոեզիան երաժշտությունն է նաև, ալիքը ինքը, դրական ալիքը։ Դրական տատանումը համահունչ մեր սրտի, մեր հոգու հետ։ Արհեստական տատանումներ շատ կան, որոնք խանգարում են մեզ, հիվանդացնում են մեզ, իսկ պոեզիան բուժիչ է, ուղղակի բուժիչ է։ Այ ժամանակին ես մի հաղորդաշար ունեի հանրային ռադիոյում տարիներ առաջ, որ աշխատում էի, ժամանակ լույս չկար, մենք կար պատի ռադիոն, մեր գրական երաժշտական կոմպոզիցիա էր, իմ շատ սիրելի գործընկերոջ հետ Լուսինեի Գրիգ Գևորգյան, մենք միասին անում ենք այդ հաղորդաշարը, այսպես էր սկսվում, աչքերդ փակիր, ոտքերդ դիրաթորին ու լսիր։ Պատերազմ էր, լույս չկար, մարդիկ սոցիալական շատ վատ ծանր վիճակում էին հայտնվել, ու հավատացեք, գիտեք, ինչքան նամակներ ենք ստացել, ինչքան նամակներ, որ մարդիկ սպասում էին։ Այդ 55 րոպե տևողությամբ գրական, երաժշտական այդ հաղորդաշարին, որովհետև այդ ամբողջ համատարած մթության, գորշության, վատ կյանքի պատերազմի մեջ այդ մեկ ժամը նրանց ուղղակի օգնում էր, որպեսզի կարողանան շարունակել ապրել։ Շատ քննադատողներ նաև ասում են, որ հայկական պոեզիան չի կարողանում վաճառվել որպես արտադրանք։ Դուք համամիտ եք այս կարծիքին եւ արդյոք ինչ պետք է անել որպեսզի վաճառվի։ Չհասկացա ձեր որպես արտադրանք իմաստը որպես արտադրանք վաճառվել, բայց ես կարող եմ ասել, որ մեր հայ պոեզիան չի զիջում համաշխարհային պոեզիային, նույնիսկ ինձ համար մենք շատ լավ պոետներ ունենք։ Համաշխարհային մակարդակի պոետներ, համաշխարհային մտքի կրողներ։ Մեր բոլոր պոետները, ասենք Տերյան, Չարենց, Թումանյանը համաշխարհային մակարդակի պոետներ են, համաշխարհային որևէ մի բանով չեն զիջում են մյուսներին, ինչան, բայց չեմ հասկանում ինչա նշանակում չի վաճառվում, հա։ Այդպեսի կարծիք կա։ Դա չափ իսկապես չհասկացա այդ հարցի իմաստը, կներեք, բայց վաճառվել ինքը ապրանք բան չի, առուծախի բան չի, պոեզիան, բիզնես չի, չեն գրում վաճառելու համար։ Դե ինչպես օրինակ, չգիտեմ, ենթադրենք, հա, ֆիլմն են նկարում որպեսզի վաճառվի կամ որևէ ներկայացում թատերական, այդ իմաստով է բնականաբար դա ասվում։ Չեմ ուզում դիտարկել մշակույթի այդ ապրանքի առուծախի։ Այսինքն այդ underground-ից, ֆիլմի բան ասում է, կյանքը չի չափվում մուտքերի ու ելքերի քանակով։ Այլ այն պահով, երբ շունչդ մի պահ կարծես կանգ է առնում։ Այ որ կարդում ես լավ բանաստեղծություն, ասում ես, ես ինչ լավն էր, շունչդ մի պահ կարծես կանգ առավ։ Ես չեմ ուզում համեմատել արվեստը, նաև առավելևս պոեզիան այդ առուծախի հետ։ Դա երրորդական, չորրորդական, 10-րդական հարց է։ Կարևորը գրվի այդ միտքը, հանձնվի թղթին, որ մարդը կարդա, ուզենա փոխվի, ուզենա իր կյանք ավելի լավը դարձնի, ավելի բարի լինի։ Այդ տեսեք պոեզիայից հեռու մարդիկ այսօր մեր երկրի մոլորակը հասցրել են ատոմային պատերազմի եզրին։ Պոեզիայից հեռու մարդիկ են։ Պոեզիան կփրկի, այո։ Իհարկե պոեզիան կմաքրի, հնարավորինս կմաքրի, բայց Եկեք եւս մեկ անգամ հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի կունենա տեսիլներ քեզ համար խորագրով գրական երաժշտական երեկոն, որին ներկա կլինեք դուք որպես կատարող Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ դերասան Արթուր Կարապետյանը եւ իհարկե դաշնակահար Կարեն Անանյանը եւ թավջութակահար Արփենիկ Հակոբյանը։ Ես կուզեի ավելացնել, որ սիրով կսպասենք բոլորիդ, որովհետեւ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրինությունը շատ արդեն սա մեր մի համատեղ երրորդ նախագիծն է, որ պիտի անենք եւ նրանք էլ են մտածում այնպես ինչպես ես, որ պոեզիան պետք է այսօր սիրով բոլորիդ հրավիրում ենք ամսի 10-ին ներկա լինելու շատ լավ նախապատրաստվում ենք։ Կարծում եմ, որ ձեր ժամանակը իզուր չի անցնի։ Շնորհակալ եմ շատ, պարոն Կարապետյան, հետաքրքիր եւ կարևոր թեմաների շուրջ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար, Աննա ջան։
Սիրելի հեռուստադիտող, այս պահին առաջարկում եմ դիտենք մեր գործընկերոջ Աշոտ Սարգսյանի արցախյան թեմաներով զրույցները եւ ապա շարունակենք։